Քաղաքացիները դժգոհություններ էին հայտնում եկեղեցու բակում, մասնավորապես դժգոհ էին, ասում էին ում գնամ դժգոհ եմ այս փողոցների վիճակի վերաբերյալ, ասում լիժակշել էլ չգիտեմ որ քշեմ։ Բնականաբար թերություններ կլինեն, բայց ընդհանուր առմամբ անցանելի են ճանապարհները, կարող եք ինքներդ էլ։ Մենք ճիշտ ասած եկանք, բայց այդքան էլ անցանելի չէր։ Ամենայն դեպս Երևանի Չանցավանային գոտում ա գտնվում, որտեղ ջունը շատ է գալիս։ Փաշինյանը գալու համար եք մաքրել։ Ինչ կապ ունի։ Իր գալու համար է որոշակի մաքրել։ Ոչ, այդպեսի բան չի կարող լինել։ Ճիշտ ասած մենք սրանից 2 օր առաջ էինք այստեղ դատական նիստի էինք մասնակցում եւ տեսել ենք ինչպիսին էր իրավիճակը։ Դատարանը գրեթե Դատարանը մեր իրավասության տակ չի գտնվում, դրա համար մենք առաջնահերթ մեր կենտրոնական փողոցների երկրորդականը մաքրենք, նոր անցնում ենք մնացած հաստատությունները։ Պարոն քաղաքապետ, դուք ել եք Գիզում Փաշինյանի քաղաքականությունը եկեղեցու հետ կապված։ Ես մեկնաբանություն չեմ տալիս, ես եկել եմ երկրի ղեկավարին դիմավորելու։ Բայց դուք նաև հավատացյալ մարդ եք ենթադրում։ Հավատացյալ մարդ եմ եւ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ինչ խնդիր կա։ Իսկ որոշումը Ես հիմա դուք ինձ քաղաքից հարցրեցիք, ես պատասխանեցի, մնացածը էլ չեմ շան։ Հետո ես խնդրեմ հիմա զբաղված եմ, հետո կմոտենակ կպատասխանեմ դրա հարցերին։ Դուք վեհապարին հեռացնելու Նիկոլ Փաշինյանի Ես օրակարգին որևէ բաներով չեմ զբաղվում, հիմա ես զբաղված եմ մարդ եմ դիմավորելու։ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու։ Այո։ Ընդամենը դիմավորելու համար եք այստեղ այս։ Հիմա չդիմավորեմ երկրի ղեկավարին։ Հարցնում եմ, ասում դրա համար եք միայն։ Լավ, հիմա